Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 11-ի համար բոլոր տարվա ծնված նշանների համար իհարկե։ Օրը Կիրակի է եւ ուզում եմ ասել աստղաբանության ալիքում տարվա ծնվածների համար 2025 թվականի այդպես թեթև կանխատեսում գոյություն ունի, այնտեղ նշված է ամիսները մոտավորապես 1-2 նախադասությամբ, նաև ամսաթվեր, որոնք ձեզ համար շատ կարևոր կլինեն, թվեր իհարկե, նաև ուղղություններ, որոնք որ ձեզ համար շատ կարևոր կլինեն, եթե գնաք, հա, շատ հաջողակ կլինեն եւ ձեր հաջողակ եւ անհաջողակ իրավիճակները, թե որ աստղն է, իհարկե ոչ բոլորին եմ դա ասում, թե որ աստղն է ընդհանրապես ձեզ խանգարում երջանիկ լինելու կամ ինչպես է ձեզ խանգարում ինչ որ գործեր անելու համար։ Այսքան իսկ հիմա կնայենք կանխատեսումը, ում հետաքրքիր է մեկնաբանություններում գոյություն ունի հղումները կարող եք նայել։ Այնտեղ հղումները կան, բոլոր իմ ալիքների։ Իսկ մենք կնայենք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մայիսի 11-ին։ Հանդիպում, շփում, որևիցե հաղթանդամ անձնավորության հետ, պետական աշխատողի հետ, այստեղ իրոք ինչ-որ պետական աշխատող է, նա որ է բժիշկ է, նա որ է միամիտ հանդիպում եք ձեր ուսման այդտեղ դասախոսին, կամ նախկին դասախոսին, այդպես։ Նաև ուշադիր եղեք մեքենա վարելուց, որպեսզի իրանց չհանդիպեք, չբախվեք իրենց պետավտոտեսուչներին։ Նաև այդ օրը ինչ էլ որ անեք, հաջողությամբ կընթանա, հաջողությամբ կանցնի յուրաքանչյուր բան, այնինչ որ դուք այդ օրը կանեք։ Եվ ոմանք կարող է պաշտոն են ստանում, այդ օրը շատ աշխատանք կունենան, կարող գնում եք ոչ ռեստորան, որտեղ միայն դուք կարող եք մտնել, ինչ որ բաց չի բոլորի համար, ով ուզենա մուտք գործի այնտեղ։ Նաև դա շատ աշխատանք կարիերայի բարձրացում, փոփոխություն, լավ պահեր ձեր կյանքում աշխատանքի հետ կապված, կարող աշխատանքի եք ընդունվում։ Նաև ոմանց համար սա կարող է հիվանդանոց է, ովքեր որ գնում են ինչ-որ մեկին այնտեղ տեսնելու համար, հա, կարող է բժշկին տեսնելու։ Ինչ էլ որ լինի, այստեղ միևնույն է, հա, հաջողություն ունեք կամ հաջողությամբ կհանդիպեք այդ բժշկին կամ պատասխանը ոնց որ ասում են հաջողությամբ կլինի։ Ինչ որ լավ բան էլի, հա, եթե գնում եք այնտեղ։ Այսքանը, ինչ որ հետաքրքիր, ինչ որ կարևոր օր է ոմանց համար շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին, եզերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 11-ին։ Ինչ որ լարված պահեր են, լարվածություն է։ Անհանգիստ եք, տեսնենք ինչ է կատարվում։ Ինչ որ ծանր մի բան է, ինչ որ բանի համար եք անհանգիստ։ Ինչ որ խոսակցություններ են, ինչ որ մի բան է այստեղ անհանգիստ եք բավականին շատ, կամ փորձություն է, կամ բեռ է, որը որ ձեր ուսերին է, դրա համար այլ ինչ որ անհանգստություն կա։ Այստեղ նաև գիտեք, կարող է կնունք է որևիցե մեկի, կնունքի ժամանակ եք անհանգիստ, թե ինչպես կանցնի դա։ Մի խոսքով ինչ որ մի դժվար պահեր կան այդ օրը, որով որ պետք է հաղթահարեք, դժվարություններ կան։ Եվ հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, եւ բավականին կամ իր հետ եք շատ շփվելու, կամ ինչ որ մարդկանց հետ կարող եք, տարբեր մարդիկ են, իրենց հետ կարող եք շատ շփվել այդ օրը։ Կիսվել կարող ձեր անհանգստությամբ, կամ խոսել այդ անհանգիստ պահերով, կամ նաև ինչ որ մի բան է այստեղ, որը այնքան է լավը չէ։ Օրը ձեզ ցույց կտա ամեն մեկի մոտ սա ինչ որ մի բան կարող է լինել։
Ինչ որ մի բան է, կամ անցյալից կարող եք հիշել, կամ այդ պահին է ինչ որ ծանրություն ձեր ուսերին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մայիսի 11-ին։ Ոմանց մոտ սա վիրահատություն է, ոմանց մոտ սա վեճ է, ինչ որ մեկին հանել ձեր կյանքից, նաև կտրուկ ոչ է մի բան կփոխեք ձեր կյանքում, հիմքից ինչ որ մի բան կհանեք ձեր կյանքից կփոխեք, նաև այստեղ կարող է երեխաներն են առանձնանում, առանձին ապրեն, և սուր գործիքներով կարող է գնում եք ինչ որ մի բաներ եք անում ձեզ համար, կամ վիրահատություն է սա, եթե ոչ, ապա ուղղակի ուշադիր եղեք տանը գործեր անելուց, որպեսզի ձեզ չվնասեք։ Այդ օրը բավականին տարբեր մարդկանց հետ շփում կունենաք, ոմանց մոտ սա բամբասանք է, կամ ձեր հասցեին, կամ այնտեղ ձեր կողքը կնստեն եւ կսկսեն բամբասել ձեզանից, չէ, ինչ որ մարդկանցից։ Նաեւ սա անհանգստություն է։ Եվ այդ օրը երեխաների հետ կապված ինչ որ մի բան է, միջոցառում է, կամ երեխաներին տանում եք այգի, կամ ինչ որ մի բան է այստեղ, կամ միգուցե ինչ որ մեկը երեխա է ունենում, այստեղ կեսարյանով է ունենում, եւ լարված եք, անհանգիստ եք, ընդհանուր բժիշկներին տեսնում, հարցուփորձ եք անում, ոմանց մոտ սա նաեւ նոր կյանք է եւ դրա համար կարող է անհանգիստ եք, նոր կյանքի սկիզբ է, ոմանց համար սա նոր բիզնես է, կարող նոր բիզնես եք բացում ձեզ համար, դրա համար մի փոքր լարված եք, կտրուկ ինչ որ մի բան եք փոխում ձեր բիզնեսում, կամ կտրուկ որոշում եք, որ կարելի է աշխատանքից ազատվել եւ անցնել սեփական բիզնեսին, նման ինչ որ բաներ կարող են լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին, ճագարներին, երկուսն է այստեղ։ Ինչ է սպասվում նապաստակներին մայիսի 11-ին։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք, առիթի եք գնալու, ուրախանալու եք, թեև ուրախություն, հնարավոր է տանն եք կազմակերպում, հնարավոր է գնում եք այգի, ուրախանում եք, հնարավոր է ինչ որ միտեղ եք գնում, որտեղ լիքը մարդիկ կան, այստեղ նաև ոչ է կամուրջ կստեղծվի ձեզ համար, ինչ որ մեկին հանդիպելու, տեսնելու, շփվելու, կարող է հասարակական վայրում ինչ որ մեկին եք հանդիպում եւ ուրախանում եք։ Նայեք ինչպես էր մի անգամ Փարիզում հանդիպեցինք Քրիստինե Պեպելյանին, շատ հետաքրքիր ուրախություն էր, հետաքրքիր պահ էր։ Անմիջապես աղջիկս նկարվեց հետը, ես չէ, ես նման բաներ չեմ սիրում, ինչ որ նման ինչ որ պահեր կարող է լինել, ինչ որ ձեզ մոտ։ Եվ դե սա կարող է առիթի ժամանակ ինչ որ մի կամուրջ է ստեղծվում, ինչ որ մի բան անելու համար։ Կարող այնտեղ ինչ որ մեկի տեղ ծանոթանում եւ դա ձեզ համար հենց կամուրջ է հանդիսանում աշխատանք գտնելու համար, աշխատելու համար, որովհետեւ այնտեղ կարող մեկը կա, որ աշխատող էր պետք եւ այնտեղ մի անգամից խոսում եք, դա ձեզ համար կամուրջ է, գնում եք ամիջապես աշխատանքի ընդունելու, նոր հնարավորություն է, սա ավելի հեշտացնում է ձեր գործը։ Կամ եթե թեկուզ հասարակական վայրում եք, այնտեղ կարող է ինչ որ մեկի հետ հանդիպեք, եւս էլ ինչ որ մի բան է ստեղծվում ձեզ համար։ Դե ոմանց համար կարող է սա սիրային կամուրջ է, որը ստեղծվում է ձեր մեջ, կարող է հին ծանոթին եք տեսնում, ինչ որ մի տեղ, որտեղ որ շատ մարդիկ կան եւ նորից ստեղծվում է ձեզ համար նոր հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մայիսի 11-ին։ Բավականին ոգևորված կլինեք, շատ այսօայն կողմ կգնաք այդ օրը, հյուրեր կընդունեք, հյուրեր կճանապարհեք, դուք կգնաք հյուր, նաև նորություններ կլսեք, ինչ որ բաներ կարող պատվիրեք բերեն տուն, այստեղ նաև փորձեք ծանոթանալ ինչ որ մեկի հետ, կամ ինչ որ մեկը կփորձի ծանոթանալ ձեզ հետ, դե իհարկե սիրային առումով, հա դա։ Դե ոգևորված այսօայն կողմ կգնաք։
Եվ գումար կարող եք ծախսել այդ օրը կամ գումար կարող եք ստանալ այդ օրը։ Այն երկերեսանի մարդիկ կան, եթե ձեզ այնց գումար ուզեն, իմացեք, որ գրեք սառույցին այդ թիվը, այլևս նա ձեզ չի վերադարձնելու։ Ինչ որ մի ձևով, ինչ որ մի խաբեությամբ, պատմությամբ կարող է ձեզանից գումար կորզել, ուզենալ վերցնել։ Դե արդեն դուք եք որոշողը, ամենայն դեպս իր առաջարկը մի քանի անկյունից նայեք, նոր հետո որոշում կայացրեք, անմիջապես մի տվեք գումար կամ եթե կարող գումարի հարցը չի, կամ գումար եք ստանում այստեղ եւ միանգամից երկերեսանի մարդիկ են ավելանում ձեր կյանք։ Ինչ որ մարդիկ են, ովքեր որ նախանձությունից, հա, այդպես ուղղակի ուզում են ձեզ հետ շփվեն, որովհետեւ դուք արդեն գումարի տեր եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օցերին մայիսի 11-ին։ Օցեր կան, կամ ձեր տարիքի որևէ մեկի հետ կարող եք հանդիպել։ Ձեր թվին ծնված, այդպես ձեր տարիքին է, իր հետ կարող եք հանդիպել, խոսել, շփվել։ Նաև սա կարող է իմաստություն է։ Երկու քարտերն էլ կարելի ասել նույնն է ասում, որ ինչ որ իմաստություն է իջնում ձեզ վրա, հենց ձերն է սա։ Եվ կարող է ուղղակի մարդիկ կան, ովքեր օծություն են անում ձեր շրջապատում, ձեզ այդքան էլ լավ չեն վերաբերվում, ձեզ այդքան էլ լավ չեն, շատ չեն սիրում, ինչ որ մի ձևով նախանձում են։ Տեսնենք լավ, ով է այս աղջիկը։ Այս աղջիկը կամ իրարից կարող է ինքն է, կարող է առանձնանում եք, ամեն մեկը գնում եք ձեր ճանապարհով արդեն, կամ ձեզ կարող է գցել մտքերի մեջ։ Ինչ որ մի բան սկսեք կասկածել, ինչ որ մի բան արդեն տղաների համար սա կներեք ընտրություն է։ Սա կարող է երկու աղջիկների միջև ընտրություն է, եւ կարող են այդ աղջիկան եք ընտրում, դե չգիտեմ որ մեկին։ Նաև դե կարող եւս մեկին էլ եք հանդիպում եւ ինստինկտյան ընտրության առջեւ եք կանգնած լինում, կամ այս աղջիկը ուղղակի կարող ձեզ հեղափոխել եւ արդեն սկսեք տատանվել։ Արդյոք պետք է անել սա, թե սա անել։ Կարող նոր միտք է տալիս եւ սկսում եք դրանով տատանվել։ Բայց պետք է հասկանաք, որ այդ օրը օցեր կան, կամ սա ձեզ համար որպես իմաստուն խորհուրդ է հանդիսանալու, կամ օցի խորհուրդ, որը որ ձեզ համար հետո այդքան էլ լավ չի։ Ինչ որ լինի, շրջապատված կլինեք ինչ որ մարդկանցով, կող այդ մարդկանց մեջ է նա, ով որ ձեզ ինչ որ բան է ասում, կամ միտք է տալիս, հենց այդ ինչ որ աղջիկ։ Ոմանց մոտ սա կարող է առաջարկ է անում այդ աղջիկը ձեզ եւ ընտրության առջեւ եք դուք կանգնելու, հնարավոր է կարիերայի հետ կապված է, պաշտոնի հետ է կապված, մեկ քայլ վերև աշխատելու կամ ինձ իրոք ինչ որ մի լավ աշխատանք է ձեզ առաջարկում, որտեղ որ դուք այտենց լավ դիրքում կլինեք։ Այսքանը ձեզ համար, իսկ ընտրությունը արդեն միայն ձերն է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մայիսի 11-ին։ Ոմանք այդ օրը տուն կարող են մաքրել, ոմանք կարող են վիճել ինչ որ մարդկանց հետ։ Ուզում եմ հասկանամ ինչ է այս մոմս այսքան ծխում, մրում։ Շունչս կտրվեց արդեն։ Դե ամեն մեկի մոտ տարբեր է, կարող մեկը տուն է մաքրում, մեկը տարածքն է մաքրում, մեկը ինստիտուտ բիզնեսի հատվածն է մաքրում, աշխատանքի վայրը եւ այլն, ինչ որ բաներ։ Ոմանք կարող են վիճել ուղղակի այդ օրը։ Եվ տեսնենք, այստեղ աղջիկ կա, տեսնենք ով է այդ աղջիկը, ում հետ կարող հանդիպել, շփվել, կամ իր մոտ է խոչընդոտներ, կամ նա է ձեզ համար խոչընդոտներ հանդիսանում, ինչ որ բաներ անելու համար։ Երկուսից մեկը, կամ իր մոտ կա խոչընդոտներ, ում կարող խոչընդոտ է հանդիսանում, դրա համար էլ վիճում եք կարող այդ մարդու հետ։ Տեսնենք ով է այս տղամարդ, հետո կարող դե գնում եք ձեր տնօրենի մոտ օրինակ։ Տեսնենք ով է լավ։
ամուսինը կամ գործընկերը։ Հետաքրքիր օր է, հետաքրքիր իրադարձություններ են, մեկը մյուսից տարբեր։ Այդ օրը ոմանք այստեղ կաղագում են ինչ-որ տղայի հարսանիքի, ոմանք կարող է իրենց ամուսինն է, ինչ-որ կարևոր մի բան է կամ ձեզ ասում, ինչ-որ տեղեկատվություն է կարևոր ստանում, կամ գալիս է տուն, ուզում է հաշտվեք, ինչ-որ մի բան է, նաև գործընկեր է սա, ինչ-որ մեկ հետ կարող գործարքներ կնքել, սկսել աշխատել, Ում կարող իմանալ ձեր ամուսինը հստակ ֆիքսված աշխատանք է գտել իր համար, որը միշտ կա այդ աշխատանքը։ Նաև սա կարող է լինել առաջարկ կարող են անել ձեզ քավոր, հա, այդպես, կնքահոր, կնքամոր առաջարկ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մայիսի 11-ին։ Այդ օրը բավականին ճանապարհներին կարող եք լինել կամ ինչ-որ մի երկար ճանապարհ գնալ, նաև ոմանք իրենց գործերը, իրենց բիզնեսը առաջ կմղեն, այստեղ ձեզ կօգնեն այդ հարցում, որպեսզի մղեք առաջ։ Ոմանք ճանապարհ են գնում, որպեսզի հանդիպեն ոչ պետական աշխատողի, ճանապարհ եք գնում, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չհանդիպեք պետաշխատողին, որևիցե այստեղ ոստիկան եւ այլն։ Գնում եք, որպեսզի դիմեք, ձեզ օգնեն։ Եվ հանդիպում ոչ տղայի հետ, կարող է ինքն է, այդտեղ տեսնենք ամենայն դեպս ով է։ Այդքան էլ լավ չի, այս տղան կամ խաղ է խաղում, կամ իրոք գնում է խաղալու, կամ ձեզ հետ է խաղում, անկեղծ չի։ Ուշադիր եղեք այստեղ, ինչ-որ մեկը կա, ով որ ձեր հանդեպ խաղ է խաղում, ով որ մանիպուլյացիա կարող է նաև, ինչ-որ մի տղա է։ Թեկուզ եթե նոր հարաբերություններ են ձևավորվում, այստեղ լավ ուշադիր եղեք, որովհետև խաղը կա։ Եվ այստեղ նաև բացի խաղը, ինչ-որ մեկ ակնթարթ, կարող է ինչ-որ մի լուր եք իմանում այդ տղայից կամ մեկ ակնթարթ, այդ տղային եք հանդիպում, ինչ-որ անսպասելի, ինչ-որ մի բան է տեղի ունենում։ Այսքանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մայիսի 11-ին։ Որոշ խոչընդոտներ կան, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը, հնարավոր նաև վիճում եք, հնարավոր նաև տուն եք մաքրում այդ օրը։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Դե իհարկե, ինձ թվում է ոչ բոլորի մոտ սա ընտանեկան խոչընդոտներ են, գործնական խոչընդոտներ են, ընտանիքի անդամների հետ կամ ամուսիններով կամ հարսանիք գնալը, եթե հարսանիք պետք է գնաք, նշանադրության է այդ ճանապարհն է, ինչ-որ խոչընդոտներ են, որ պետք է հաղթահարեք։ Եվ այստեղ խոչընդոտներ կան, վիճում եք ձեր զույգի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ։ Եվ ժամանակն է, ինչ-որ մի բանի ժամանակն է անելու, ժամանակն է հաշտվելու, ժամանակն է այդ ամեն ինչը, այդ խոչընդոտները դնել մի կողմ, ժամանակն է աշխատելու, ինչ-որ մի բան։ Նաև այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր կարող է լինել, նաև ինչ-որ միտեղ կարող գնալ ժամերով մնալ, բացի դա էլ դա կարող է լինել ինչ-որ մի բան է, որը արագ պետք է անեք, որ հասցնեք հաճախորդին տակ, որ հասցնեք ինչ-որ մի բան, այստեղ արագ է սա ինչ-որ տեղ ունեն, որտեղ շատ քիչ ժամանակ ունեք, կամ շատ քիչ ժամանակ եք հատկացնում ձեր ընտանիքի անդամներին, դրա համար կարող է վեճը, կամ շատ քիչ ժամանակ եք
անցկացնում ձեր աշխատանքին, որովհետև սա եւս այն ինչ-որ գործնական պահեր են, դա եւս խոչընդոտներ է ստեղծում։ Իսկ այդ օր ուղղակի կարող է ոմանք տուն են մաքրում, ոչ մի ասենք ինչ-որ վեճ բան չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մայիսի 11-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, դե ոմանք կարող է այնտեղ թեթև ընտրություն է, հագուստի ընտրություն է, ոմանց մոտ շատ գլոբալ մեծ ընտրություն է, որը որ այնտեղ կանգնած լինել է, այդ ոմանց մոտ այստեղ ինչ-որ մեկի հետ կարող ճանապարհները, այստեղ ամեն մեկը գնա իր ճանապարհով։ Եվ այդ օրը խաղ է, հիմա ինչ-որ մի բան լուրջ չի այդ օրը, ինչ-որ մի բան այդտեղ կարող է լուրջ չվերաբերվեք ընտրությանը կամ լուրջ վերջնական ընտրություն չկատարեք, չկարողանաք կատարել, որովհետև անընդհատ այդպես մտքերը այսօր այն կողմ կլինեն, եթե շատ կարևոր է։ Ոմանք այդ օր կարող գնալ ինչ-որ միտեղ խաղալ, երեխաներին եք տանում։ Նաև ինչ-որ մի բան է, որ այսպես ակնթարթային ինչ-որ մի բան տեղի կունենա։ Եվ այդ օրը հանդիպում շփում ոյցի աղջկա հետ, տեսնենք ով է։ Շփում, չի ասում ով է, շփում կունենաք ինչ-որ մի աղջկա հետ։ Ուղղակի կարող հանդիպել եւ խոսել, շփվել այդպես։ Ինչ-որ հստակ բան չկա, որ ասեմ։ Եվ շատ եղեք, որ լեզվակռվի մեջ չմտնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մայիսի 11-ին։ Երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ են։ Ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոմանց մոտ սա ինչ-որ հստակ որևիցե ինչ-որ մի առիթ է, որը պետք է գնաք կնունք եւ այլն։ Նաեւ ոմանց մոտ սա նոր կյանք է, նոր բիզնես եք սկսում, նոր կյանք ամբողջությամբ։ Այստեղ գրքի էջը փոխում եք եւ սկսում եք նոր կյանքով ապրել։ Նաև դե կողը թորներն են գալիս, դուք եք գնում երեխաների հետ ինչ-որ միտեղ ուրախանալու, կիրակի հետ մեկ այգի, բայց է գաղտնիք կարող եք իմանալ կամ այստեղ կարող դա է իմանում եք, որ ինչ-որ մեկը հղի է, ծննդաբերում է, այդպես։ Նաև ձեզ մոտ է ինչ-որ մի բան կարող է իմանաք, որը չգիտեք։ Ոմանք ուսմամբ կզբաղվեն, կսովորեն, գիրք կկարդաք, նման ինչ-որ բաներով կզբաղվեք։ Եվ այդ օրը շրջապատված կլինեք լավ մարդկանցով, որ է նաև սա պաշտոն է ոմանց համար, կարող պաշտոն եք նշում կամ երեխայի հետ եք կապված այդ պաշտոնը կարող դիպլոմ է ստացել օրինակ, նաև չնայած դիպլոմայի մաշուտ է, կարող է ընդունել են արդեն որևիցե ինստիտուտ, թե էլի աշուտ, նաև էլի աշուտ է։ Համենայն դեպս այդ օրը հասուն կլինեք, ուրիշ ձև կսկսեք նայել իմաստուն, կյանքին նոր ինչ-որ ուրախություն կգտնեք ձեզ համար, իմաստ կգտնեք ապրելու, որտեղ նոր կյանք է սա, նոր փոփոխություն։ Եվ դե իհարկե ոմանց մոտ իրոք սա կարող է լինել նոր պաշտոն, նոր գործունեություն, նոր այստեղ բիզնես, որը դուք եք ղեկավարելու եւ առաջ կմղեք։ Որ դա ինչ-որ բաներ եք գրանցում բիզնեսի հետ կապված։ Այսքանը կամ կզգաք, թե ինչքան եք մեծացել, կզգաք ձեր իսկական տարիքը, կզգաք, որ այո, ինչ-որ մի ձևով ուրիշ կերպ եք սկսել նայել այդ հարցին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին, խոզերին մայիսի 11-ին։
Էմոցիոնալ կլինեք այդ օրը բավականին, կարող հանդիպել ձեր ընկերոջը, ընկերուհուն, դրա համար էմոցիոնալ լինեք, ոմանք այստեղ իրենց ծնողին կարող են հանդիպել, հատկապես մայրիկին, նաև դա կարող է լինել ռոմանտիկ շփում, ռոմանտիկ պահեր, ոմանց մոտ սա ինչ-որ մի բան է, որը մութ է մնում, լիարժեք չեք հասկանում ինչ է տեղի ունենում, ինչ կատարվեց, սա ինչ-որ մի բան ձեզ մոտ ոնց որ դեռևս գաղտնի է մնում։ Այդ օրը հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, կարող է նաև նոր ընկեր եք ձեռք բերում, նոր ընկերուհի, եւ տեսնենք ով է այս աղջիկը, կարող է ընկերուհին է, դե արդեն քարտ չկա որ ցույց տա, տեսնենք։ Ճիշտ ուղու վրա կդնի այդ աղջիկը ձեզ այդ օրը, ճիշտ ուղի կասի, միտք կտա միգուցե այդ ուղությունը անելու համար, համենայն դեպս ճիշտ ուղի է ձեզ տալու, ճիշտ ուղի, որպեսզի ընտրեք։ Կամ ասելու է, որ այո, ճիշտ ուղի ես ընտրել, գնա այդ ուղությամբ։ Միգուցե այստեղ տղաների համար սա շփում է այդ աղջիկա հետ, սա ասում է, որ այո, ճիշտ մարդ եք ընտրել, շփվեք։ Եթե ուզում եք հրաժարվեք այս աղջկանից, ապա եւս դա ասում է, որ ճիշտ ուղի եք ընտրել։ Ամեն մեկը իր իրավիճակ ունի։ Կամ այս աղջիկն է, կողո ձեր մայրն է, որ ձեզ ճիշտ ուղու վրա է դնում այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։